միայնակ տարեց մարդը, միայնակ կամ ընտանիքում ապրող, ինչպես կարող է իր ուղեղի աշխատանքը խթանել, ինչ եղանակներով, ինչ մեթոդներով։ Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի հետաքրքիր պրակտիկ հնարքներով, որոնք թույլ կտան մարդկանց ուղեղը ենթարկել ստրեսի, բայց լավ ստրեսի, օգտակար ստրեսի, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի ստեղծվեն նոր նեյրոնային կապեր։ Առաջին հայացքից դա կթվա շատ հասարակ, բայց դա շատ աշխատող է։ Երևի լսած կլինեք այսպիսի երևույթի մասին, արտահայտության մասին, երբ խորհուրդ են տալիս դուրս գալ կոմֆորտի զոնայից։ Քանի որ մեր ուղեղը չի սիրում ռուտին աշխատանք, մեր ուղեղը չի սիրում տպավորությունների պակաս, իմպրովիզների բացակայություն, մեր ուղեղը պետք է անընդհատ խթանել սովորելով, նոր բան տեսնելով, ճանապարհորդություններով։ Միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մարդիկ մի նոր բան սովորեն, մի նոր պատմություն կարդան։ Գիտենք, որ եթե մենք մեր մկանները չենք աշխատացնում, մեր մկանները թուլանում են, կորցնում են իրենց առաձգականությունը։ Նույնը մեր գլխուղեղի հետ է կատարվում։ Եթե մեր գլխուղեղը երկար ժամանակ հանգստանում է, այն ծուլանում է եւ չի ցանկանում այլևս աշխատել մեզ համար։ Սովորեք նոր բաներ, նոր պատմություններ եւ այդ պատմությունները փորձեք վերարտադրել, անալիզի ենթարկել եւ ամենացուցներ հաստատել, սոցիալական նոր կապեր եւ այս բոլորը կիրառեք առօրյա կյանքում։ Այն մարդիկ, ովքեր ակտիվ են եղել, զբաղվել են ինտելեկտուալ աշխատանքով, նրանք շատ ավելի հազվադեպ են հիվանդանում, կոգնիտիվ խնդիրներ հազվադեպ են ունենում։ Շատ խորախուսվում է առօրյա լեքսիկոնում օգտագործել նոր բառեր։ Դա խթանում է մեր խոսքի կենտրոնը։ Մենք մեր խոսակցության մեջ շատ սակավ քանակությամբ բառեր ենք օգտագործում։ Իսկ եթե մասնագիտությունը այնպիսին է, որ մենք մեր վրա չենք աշխատում, առավել եւս այդ բառերի քանակը շատ պակասում է։ Հետևաբար պետք է օգտագործել նոր բառեր։ Կարող է շատերին թվալ, որ դուք ցանկանում եք ձեր ակադեմիական գիտելիքները ցույց դնել, բայց դա շատ ուղեղի աշխատանքն է։ Իրականում դուք խթանում եք ձեր ուղեղի աշխատանքը։ Բացի խոսքի կենտրոնի խթանումից, նաև շատ ցուցված է եւ լավ է զգայական կենտրոնների խթանումը, որը նպաստում է ոչ միայն կոգնիտիվ ֆունկցիաների բարելավմանը, այլ նպաստում է նաև տագնապի, դեպրեսիայի, լարվածության նվազմանը։ Զգայական կենտրոնները դրանք մեր լսողության, տեսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի կենտրոններն են։ Օրինակ, լսողության կենտրոնները ակտիվացնելու համար խորհուրդ է տրվում լսել երաժշտություն։ Եթե դուք կլասիկ երաժշտության սիրահար եք, խորհուրդ է տրվում լսել օրինակ ռոք երաժշտություն։ Երաժշտությունը խթանում է հիշողությունը, ինչպես նաև նպաստում է դրական պոզիտիվ էմոցիաների առաջացմանը։ Հոտառական կենտրոնը կարելի է օրինակ խթանել արոմաթերապիայով։ Մի պահ կարող եք ձեզ զգալ որպես պարֆյումեր եւ տարբերակել հոտերը։ Իմիջիայլոց նշեմ, որ պարֆյումերները ի վիճակի են տարբերակել 10,000-ից ավելի բույրեր եւ նկարագրել նրանց երանգները։ Իմիջիայլոց հոտառական կենտրոնը կապված է լիմբիկ համակարգի հետ, որը պատասխանատու է եւ հիշողության եւ էմոցիաների համար։ Նաև կարելի է դեգուստացիայով օրինակ խթանել համի կենտրոնը, այո, կարող եք փորձել տարբեր խոհանոցներ, ձեզ թույլ տալ փորձել տարբեր խմիչքներ, դա ոչ միայն հաճելի կլինի, նաև կնպաստի ուղեղի աշխատանքին։ Եվ ամենապարզ բաներից մեկն էլ թույլ տվեք ես ավելացնեմ, սովորական ճանապարհը պետք է փոխել։ Ասում են, եթե դուք դպրոցից թորնիկին դպրոցից վերցնում եք այս ճանապարհով, մյուս անգամ գնացեք այլ ճանապարհով, մյուս անգամ երրորդ, չորրորդ եւ ամեն անգամ ճանապարհը փոխելով, արհեստական դժվարություն ստեղծելով, խթանում եք, մարզում եք ուղեղը, որ հիշենք թե ինչպես վերադառնանք հետ։ Ինչպես նշեցիք, երթուղու փոփոխությունը, շատերը որպեսզի կարողանան զարգացնեն տարածական հիշողությունը, խորհուրդ են տալի փոխել երթուղին, կարող է նոր երթուղին լինի քարքարոտ դժվար, սակայն այն հաստատ նոր տպավորություններ կտա։ Իմիջիայլոց բրիտանացիները հետաքրքիր հետազոտություն են կատարել, նրանք հետազոտել են լոնդոնյան լիցենզավորված տաքսու վարորդների ուղեղը եւ հաստատել են, որ նրանց հիպոկամպը ավելի մեծ է, քան հասարակ վարորդների հիպոկամպը։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք պարտավոր են հիշել 26,000-ից փողոցների եւ տեսարժան վայրերի
վայրերի անուններ։ Հետևաբար նրանք ունեն շատ լավ զարգացած նավիգացիոն համակարգ եւ նրանց մեր տաքսիստներն էլ երբ որ կատակում են թե ես խոսում են փաստորեն զարգացած հիպոկամպ ունեն։ Այո։ Ամբողջ աշխարհում 55 միլիոն մարդ ունի դեմենցիա, որոնցից 60%-ը ապրում են ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում։ Նաև հաշվարկված է, որ ամեն տարի դեմենցիայով մարդկանց քանակը ավելանում է 10 միլիոնով։ 2019 թվականին ԱՄՆ-ում կատարվել է հետազոտություն եւ հաշվարկվել է, որ իրենց տնտեսությունը դեմենցիայով հիվանդների բուժման, ախտորոշման, ապահովագրության, խնամքի վրա ծախսել են 1.3 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Այս թվերը խոսում են այն մասին, որ դեմենցիան իսկապես դա գլոբալ խնդիր է եւ իրազեկելը մարդկանց այս խնդրի մասին եւ ներկայացնելը շատ կարեւոր է, որպեսզի ճիշտ եւ ժամանակին կազմակերպվի հիվանդների ախտորոշումը եւ բուժումը, որպեսզի ժամանակ չկորցնեն։ Բժիշկ մի միջանկյալ հարց. Երբ է վրա հասնում դեմենցիան, որքանով տեղյակ եմ գնալով տարիքը երիտասարդանում է, բայց կա մի միջին տարիք, որից հետո մարդը կարող է անհանգստանալ եւ կարծել, ենթադրել, որ իր մոտ նման process-ներ են սկսում գլխի ղեղում եւ ամենակարևորը ինչպես ախտորոշել։ Այսօր ախտորոշման այն հիմնական եղանակները, որ կիրառվում են աշխարհում եւ նաեւ մեր երկրում։ Բարի, դեմենցիայի ռիսկը մեծանում է 60-ից տարիքային խմբի անհատների մոտ։ Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ճարպակալում, անամնեզում ալկոհոլի թմրանյութերի չարաշահում, ծանր մետաղներով թունավորումներ, էնդոկրինոպաթիաներ։ Նաև նշեմ, որ դեմենցիայով հիվանդացությունը մեծանում է այն անհատների մոտ, ովքեր հակում ունեն դեպրեսիաների, վարում են նստակյաց ապրելակերպ, ֆիզիկապես պասիվ են եւ ունեն ցածր կրթական մակարդակ։ Դեմենցիան դա կլինիկական ախտորոշում է։ Տարբերում ենք դեմենցիայի մի քանի տեսակներ, կա չբուժվող դեմենցիաներ եւ ավելի կառավարելի դեմենցիաներ։ Օրինակ չբուժվող դեմենցիաների պատճառները կարող են լինել օրինակ Ալցգեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, Պիկի հիվանդությունը, այսինքն կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ հիվանդությունները։ Սակայն դեմենցիայի կլինիկական դրսևորումներ կարող են լինել նաև վասկուլյար դեմենցիայի ժամանակ, ինտոքսիկացիաների ժամանակ, ծանր մետաղներով թունավորումների դեպքում, էնդոկրինոպաթիաների դեպքում, օրինակ թիամինի կամ ֆոլաթթվի պակասի դեպքում նույնպես կարող ենք ունենալ դեմենցիային բնորոշ կլինիկական դրսևորումներ։ Ուղղակի տարբերությունը այն է, որ առաջնային դեմենցիաների ժամանակ, օրինակ Ալցգեյմերի հիվանդությունը, դա նեյրոմեդիատորների մակարդակի է տեղի ունենում փոփոխությունը։ Իսկ երկրորդային դեմենցիաների ժամանակ կա առաջնային սոմատիկ հիվանդություն, որ նպաստել է դեմենցիայի զարգացման։ Այսինքն այս առաջնային սոմատիկ խնդիրը լուծելուց հետո նաև կարող ենք ունենալ դեմենցիայի բարելավում։ Բժիշկ, եթե հասարակ բառերով ասենք, հաշվի առնելով, որ մեզ լսում են տարեց մարդիկ եւ գուցե բժշկական տերմինները չհասկանան, եթե մարդիկ կառավարելի պահեն իրենց զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, այլ ուղեկցող հիվանդությունները, հնարավոր է, որ դրանով կանխարգելեն երկրորդային դեմենցիայի առաջացումը։ Կառավարելի պահել ասելով նկատի ունենք օգտագործեն այն դեղորայքը, որ բժիշկն իրենց նշանակել է եւ չասեն, ճնշումս բարձր չէ, չխմեմ։ Այ ուզում եմ, որպեսզի մարդկանց սա հասցնենք տեղ։ Նշեմ, որ շատ կարևորվում է ֆիզիկական առողջ վիճակը։ Մարդկանց խրախուսվում է, որպեսզի վարեն առողջ ապրելակերպ, խուսափեն ալկոհոլի թմրանյութերի օգտագործումից, լինեն ակտիվ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մենթալ ակտիվությունը շատ կարևորվում է այս դեպքում։ Դա կարող է կանխարգելել եւ նվազեցնել հիվանդության պրոգրեսիան։ Երբ ասում ենք մտավոր ակտիվություն, մենք ինչ նկատի ունենք։ Հայտնի է, որ արտերկրում կան հիշողության սրճարաններ, ծերերի, տարեցների խնամքի հաստատություններ,